Ես հիմա ուզում եմ խոսել, ինչ որ ասացի, Արևելյան նահանգներում խիստ անձրև է տեղի ունենում եւ թռիչքների ուշացում գոյություն ունի շատ, որովհետեւ Նյու Յորք, Նյու Ջերսի շրջանում այս անձրևի հետևանքով հազարավոր թռիչք հետաձգվելն է, տեսնում եք, սա սաբվեյն է, մետրոն է, ջուրը մտնում է տարածքի մեջ, այսպես տեսնում եք, կետերը լրիվ, այսպես ջուրով պատված է եւ այստեղ տեսնում եք խիստ ուշացումներ գոյություն ունի այնտեղ, եթե դրա համար ազդում է, միտեղ ուշացում է լինում, ազդում է ամենտեղ, տեսնում եք այստեղ Բոստոնը, Նյու Յորք, Ֆիլադելֆիա, Վաշինգտոն, մայրաքաղաքը բոլոր թռիչքները այդ տարածքում քանսել եղած թռիչքներն է, տեսնում եք 5000 նաև թռիչք հետաձգված է, այսինքն ավելի ուշ է տեղի ունենում 4 ժամ JFK Նյու Յորքի Ամերիկայի ամենախոշոր օդանավակայաններից մեկում 4 ժամ ուշացումով է տեղի ունենում թռիչքները, այսպես տեսնում եք, հիմա անձրևը մի պատճառ է, աշխատող չկա, երկրորդ պատճառն է, այսօր այդ որոշ թռիչքների ղեկավարներին նախագահ Թրամփը հրավիրել էին Սպիտակ տուն եւ այնտեղ իրենց, գիտեք, այս երբ որ կառավարությունը փակվել է, կառավարության փակվելու հետևանքով նրանք, որ աշխատում են օդանավակայանում, աշխատավարձ չեն ստանում։ Ուրեմն այսպես այս առիթից օգտվելով իրենց խրախուսել էին, որ կան Սպիտակ տուն եւ բողոքեն այս հարցի վրա, որպեսզի ավելի ճնշում լինի դեմոկրատների վրա, որ քիչ հետո այդ մանրամասը պիտի բացատրեմ, այստեղ տեսնում եք J.D. Vance փոխնախագահ նաեւ այդտեղ էր այս օդանավի ընկերությունների ղեկավարները, Delta, United եւ ուրիշ երկու ամենախոշորներից Delta եւ United-ն է եւ Washington-ն է, որ փակ է։ Այստեղ United-ի նախագահն է օդանավակայության աչուն տեսնում եք այս այսինքն transportation-ի մինիստրն է, ցախում փոխնախագահն այս երկրի, որ այս մարդկանց խրախուսում էին, որ այս մասին խոսեն։ Եվ քիչ առաջ ներկայացների տան դեմոկրատների մեծամասնությունն է, որ ասում է, որ ռեփաբլիկանները չեն համագործակցում։ Հիմա ինչ է խնդրեմը։ Ռեփաբլիկանները, որովհետև ներկայացների տան մեջ մեծամասնություն են, սենեթում մեծամասնություն են եւ նախագահը ռեփաբլիկան է, առաջարկել են բյուջետը առաջարկել են, երկրի բյուջեն են առաջարկել իրենց ցանկությամբ։ Դեմոկրատները երկու հարցի վրա իրենց հետ չեն համաձայնվում, ասում են, որ եթե այս երկու հարցը դուք չլուծեք, մենք չենք միանալու, չենք քվեարկելու, ուրեմն կառավարությունը այսօր ես ձեզ հետ խոսում եմ, ամսի 30-ն է, 30 օր է, որ կառավարությունը իր աշխատանքը փակել է։ Մինչև հիմա մեկ անգամ ավել երկար է տևել, որ կառավարությունը այս երկրի փակ է եղել երկար ժամանակ։ Դա նախագահ Թրամփի առաջին նստաշրջանում էր 35 օր փակվել էր, երբ որ չեն համաձայնվում։ Սա առաջին անգամ չի, որ դեմոկրատները ռեփաբլիկանները չեն համաձայնվում։ Տեղի ունեցել բոլոր նախագահների ժամանակ, Ռեգանի ժամանակ, Ջորջ Բուշ հայր, հետո Քլինթոն եւ այլն, Օբամա, բոլորի ժամանակ, Ջորջ Բուշ զավակ, բոլորի ժամանակ չհամաձայնվելը պատահում է։ Բայց 2 օր էր տևում, 5 օր էր տևում, այսպես էր, այսպես երկարատև միայն մեկ անգամ եղել էլի Թրամփի ժամանակ եղել եւ չի թվում շուտով սրանք համաձայնության կան։ Դեմոկրատների պահանջը ինչը որ չեն համաձայնվում, ասում են այս բոլոր ինչ որ 22 միլիոն հոգի գումար է ստանում, այսինքն օգնություն է ստանում կառավարությունից, նրանք որ աշխատում են, բայց իրենց եկամուտը քիչ է, որպեսզի առողջապահական ապահովագրություն ունենան։ Այդ 22 միլիոնը հիմա
Մինչ հիմա վճարում են, եթե ընտանիքի համար մոտարապես $3000 եթե տարեկան տալիս են կամ 2700 եւ այլն, հիմա պետք է վճարեն շատ խոշոր գումար, ամիսը 2000 վճարեն, որ իրենց աշխատավարձը մի ձև չի, որ միայն ուզենան վճարեն 2000։ Օբամա քերը այդ էր, որ կառավարությունը վճարում էր իրենց այդ 22 միլիոնի փոխարեն վճարում էր, որ իրենք քիչ գումար վճարեն, բայց այդ առողջապահական ապահովություն ունենան նրանք, որ աշխատում են։ Երկրորդ հարցը food stamp եւ այդ հարցերի մասին է, մեդիկալի մասին է, այստեղ մեդիկալը կոչվում, բայց Ամերիկայում Medicaid է կոչվում, դա այդ հարցը նաեւ հարցականի տակ է, որովհետեւ 2.3 տրիլիոն մարդ այդպես օգտվում էր այդ Medicaid-ից, որ այստեղ մեդիկալ է կոչվում, 2.3 տրիլիոն ծախսում էին, այսինքն 1.5 տրիլիոնի են ռեփաբլիկանները ուզում իջեցնել։ Գիտեք, այս երկրում հիմա երկու տեսակը կա, մարդ կա, որ ճիշտից օգնության կարիք ունի։ Իսկ շատ մարդիկ էլ կան, ասում են մենք disable ենք, հաշմանդամ ենք, 40 տարեկան է, ասում է չի աշխատում, վերցնում է, հետո գնում է cash աշխատում, ուրեմն երկու կողմը խնդիրներ ունեն այս ռեփաբլիկան եւ դեմոկրատները։ Հիմա նաեւ չեն համաձայնվում, կառավարությունը փակվել է եւ մյուս ամիս բոլոր նրանք, որ կառավարության օգնություն են ստանում, չեն ստանալու, մինչեւ համաձայնվեն։ Հիմա ես ուզում եմ շարունակել նույն կապ ունեցող այս նյութին եւ փոթորիկին ավել շուտ կապ ունեցող, տեսնում եք սա Ջամայկայում, ձեզ ասել էի խիստ փոթորիկ էր տեղի ունեցել, այնտեղ 70% երկրի այսպես դրության մեջ է, իհարկե Հայիթի կամ Հայիթի այդտեղ նաեւ այսպես է եւ Dominican Republic բոլորը փոթորիկ դժվար կացություն է, վարելանյութ չունեն, մեքենաները մնացել են փողոցը, օդանավակայանը փակված է, տեսնում եք, հիմա ասացին, որ օդանավակայանը բացվել է, այսպես շտապ ուզում են գնան մարդիկ, որտեղ փոթորիկը massամբ ավարտվել է կամ ավարտվում է, եթե շարունակենք տեսանյութը դուք կտեսնեք, սա Նյու Յորքում եք տեսնում, ինչ որ ասացի հեղեղ եւ դժվար կացություն, ինչ որ քիչ առաջ նաեւ մասամբ տեսակ։ Տեսնում եք, սա մետրոն է։ Ջուրը մտել է մետրոյի մեջ Նյու Յորքի, Նյու Ջերսի այդ տարածքները դժվար կացության մեջ են, ինչ որ այստեղ տեսնում եք, եւ մեկ ուրիշ խնդրեմ նաեւ ասացի, որ աշխատավարձ չեն ստանում airport-ի այդ air traffic controller-ները չեն աշխատում, դրա համար թռիչքները խիստ ուշացում են ունենում, բայց ամենայն դեպս դուք տեսնում եք Նյու Յորք եւ Նյու Ջերսի տեղի ունեցող դժվարին կացությունը, ինչ որ այստեղ տեսնում եք, ահա տեսնում եք երեխաների մեքենաներից փրկում են, ծնողները կարողանան անցնել եւ Նյու Յորքի այս Subway-ն է, տեսնում եք ամեն ինչ խանգարված է, Ֆիլադելֆիայում փոթորիկ 36 մայլ եւ ուրիշ տարածքներում ամենտեղ փոթորիկ է տեղի ունենում, արևելյան նահանգները, այստեղ տեսնում եք դժվար կացության մեջ են նաեւ, տեսնում եք արևելյան նահանգները եւ փոթորիկը, որ հեղեղ է տեղի ունենում, դժվար կացություն, այս գիշեր ժամը 7-ից է սկսել է, վաղը նաև նրանք, որ այդտեղ ապրում են, այս դրությունը շարունակվելու է մինչև, այսպես տեսնում եք, դեր Մլիսը ամենախոշոր փոթորիկներից բախտ բերին, որ չեկավ, ափ չեկավ, դա ինչ որ տեսնում եք, եթե սա նաև կար 5 կատեգորի, սա էր, որ Ջամայկան եւ ուրիշ հարավային հարավ-արևելյան երկրները Ամերիկայի այդ փոքրիկ կղզիները
մեծ դժվարություն ստեղծեց, բայց Ամերիկա չի եկել, ուրիշ փոթորիկներ միշտ կար գոյություն ունի այստեղ։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից արքայազուն Andrew-ի մասին խոսեմ, թագավորի եղբոր մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը, գտնվում է Կալիֆոռնիա փողոցի վրա, Brand փողոցին շատ մոտիկ է այս տեղատունը։ Իսկ իրենց նոր երկրորդ տեղատունը բացելու են Sunland քաղաքում։ Եթե դուք ապրում եք Sunland թաղամասի, Sylmar, Simi Valley, այդ շրջաններում եթե ապրում եք, երկրորդ տեղատունը բաց են անում այնտեղ, որ ձեզ շատ մոտիկ է լինելու, ես բացման օրը կհայտարարեմ, տեղերը կարող եք իրենցից վերցնել։ Ալեքս Արոնյանն է հովանավորում ծրագիրը, եթե Դուբայում կամ Դոբեյում ցանկություն ունեք կալված գնեք, ձեզ կօգնի Ալեքսը, դուք ոչինչ չեք վճարում, այստեղ տեսնում եք 40-40 է, 8-5-ը 40-40, դուք ոչինչ իրեն չպիտի վճարեք, վաճառողը պիտի իրեն վճարի, եթե ապարտման, այսինքն կոնդոմինիում կամ առանձնատուն պիտի գնեք, զանգարեք այս հեռախոսի համարին։ Ծրագիրը հովանավորում է նաև ASA Quality-երն է հովանավորում ծրագիրը, ձեր air conditioning-ի սիստեմը, սերվիսի կարիք ունի ընդամենը $89 դուք կարող եք կատարեք այդ։ Եվ նաև եթե լրիվ air conditioning-ի unit ուզում եք փոխեք, duct-երն ուզում եք փոխեք, ֆիլտրներն ուզում եք փոխեք, ամենայն գործեր, ինչ որ air conditioning վերաբերող աշխատանքի համար, տեսնում եք այստեղ, զանգարեք այս հեռախոսի համարին։ Orange Shipping հովանավորում է ծրագիրը։ Orange Shipping ձեզ է առաջարկում, գտնվում է նախ որ Sherman Way North Hollywood-ում է գտնվում։ Եթե մի ծանրոց հանձնեք իրենց Հայաստան գրելու համար, հաջորդ ծանրոցը կես գնով կարող եք գրել Orange Shipping, այստեղ տեսնում եք, հասցեն նաև գրված է, հեռախոս ձեզ մոտ նշանակեք, եթե հարցեր ունեք զանգարելու։ Մարգարյանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք վարձակալ եք, վարձենեք մի ապարտման կամ առանձնատուն, այնտեղ մուկ կա, մրջում կա, միջատներ կան այդ բնակարանում, ձեզ պիտի հատուցում տակ, դուք վարձը վճարեն եք, ուրեմն ձեզ պիտի գումար տան, որովհետև դա բնակելի չի եղել, երբ որ այդ վիճակում դուք ստիպված եղել այդ տան մեջ ապրել։ Զանգարեք այս հեռախոսի համարին, դուք ոչինչ չեք վճարում։ Եթե ինքը հաջողեց ձեզ համար գումար վերցնի, երբ գումարը վերցրեց, դուք իրեն կվճարեք, հեռախոսի համարը ձեզ մոտ նշանակեք, կվերադառնա։ Prince Andrew, արքայազն Andrew-ն, որը թագավորի, Անգլիայի թագավորի եղբայրն է, 25 տարի առաջ մոտարապես մի 16-7 տարեկան երեխայի հետ աղջկա հետ հարաբերություններ ունեցել եւ Ջեֆրի Էփստեին, միլիարդատեր, որ իր ընկերներ նա փոքր աղջիկների հետ միայն երիտասարդ աղջիկների հետ էր սեռային հարաբերությունը ստեղծում 14, 15, 16 այդպես, ուրեմն իրեն հետ ընկեր է դարձել եւ հետաքրքիր է որ մի աղջիկ որ 17 տարեկան հարաբերություն էր ունեցել մի քանի տարի առաջ իրեն տատի տվեց եւ $60 միլիոն ստիպված եղավ վճարի, որ այն աղջիկը էլ տատը չհետևի եւ չխոսի մասին, ամեն ինչ պիտի թաքուն մնա։ Այդ կինը, այդ 16-17 տարեկանը 41 տարեկան հասակում ինքնասպան եղավ եւ ահա այսպես արմար է երևի երբ իրեն հարցաքննում էին որ դու արդյոք այդ աղջկա հետ հարաբերություն ես ունեցել ասում էր 20 տարի 25 տարի առաջ չգիտեմ եթե հարաբերություն եմ ունեցել թե չեմ ունեցել որովհետեւ շատերի հետ բնականաբար հարաբերություն բայց ասել որ չի հիշում այդպես իսկ հետո հիմա երբ որ գնացել են եւ Record Act ամեն ինչը հանեն են տեսնում են այդ ժամանակ որ ասում էր այդ աղջկան չի հիշում Ջեֆրի Էփստեինի հետ որը միլիարդատեր էր ասած ինքնասպանություն կործեց Նյու Յորքի հրյա էր
Թրամփի մոտիկ ընկերն էր 10 տարից ավել եւ իհարկե Թրամփի հարաբերությունը կտրել էր 2014 թվականից հետո այդ միլիարդատերի հետ հարաբերություն կտրել երկուսն էլ Նյու Յորք ծնված մեծացած անձնավորություն էին իրենց աշտարակները շատ մոտիկ էր ամենայն դեպս այդ իրեն գերոջը հիմա որ նայում են տեսնում են հեռախոսներն են լսում եւ այլն այդ ընկերոջը ասում է որ տեսնենք հիմա ինչ կլինի այս աղջիկը չի այսինքն հետևում է անընդհատ խանգարիչ գործեր է անում այսինքն իր ընկերոջը ընդունում է որ երկուսն էլ որ այդ աղջկան ճանաչում են գիտեն ինչ է պատահել ինչեր է եղել բայց երբ իրեն հարցնում են ճշմարտությունը չի ասում որպեսզի ինքը չի հիշում շատ տարիներ առաջ է չգիտի ինչ է եղել չի պատկերացնում որ հարաբերություն ունենա այդպես խոսքեր ասում հիմա դա է ինչ որ ես ուզում եմ ցույց տալ եւ նաեւ իրեն Buckingham Palace-ից հանեն են ուրեմն այս Prince-ը հանեն են եւ իր տիտղոսները հեռացրել են Ջեֆրի Էփստինին եք տեսնում այստեղ թագավորի հետ եք տեսնում որ պալատում ապրում էր մինչ հիմա ասել են պալատում չի կարող ապրի գնում եմ այստեղ պալատն է թագավորին եք տեսնում Չարլզին եք տեսնում այդտեղ էր ապրում Չարլզը այնքան ճնշում կա որ թագավորին պահանջել որ պալատի տարածքում չի կարող ապրի պետք է հեռանա ուրեմն մի տուն որ թագավորական ընտանիք ունի այսինքն պալատի մեջ որ կար միտեղ էր ապրում մի շենքի մեջ էր որ 32 ննջարան ունի մի քանի հարկի մեջ ինքը պալատի նման էր որ անվճար այդտեղ որպես Prince Andrew, այսինքն որպես արքայազն Andrew-ն ապրում էր, այդ տիտղոսն էլ նաև թագավորը ստիպված եղավ վերցնի, որտեղ այնքան ճնշում կար նաև իր վրա, որ այս մարդը մեղավոր է, ոչրագործ է, այսպես ուրեմն հիմա իր անունը Andrew, այնտեղ տեսնում եք Mountbatten Windsor այդ անունը պիտի օգտվի, էլ չի կարող գրվի Prince Andrew, այսինքն թագաժառանգ կամ արքայազն Andrew-ն էլ չի կոչվելու եւ այստեղ տեսնում եք որ իր շենքը այդ սպիտակները ինչ որ տեսնում եք այդ տարածքից անգամ պիտի հեռանա այսպես տեսնում եք Buckingham Palace պալատը ասում է սա է որ թագավորի հրամանով որ ինքը այդտեղ չապրի հետո ասացի թագավորը ինքը շենք ունի իր անձնական շենքը կամ պապական անձնական շենքը ինքը գնալու է այնտեղ մնալու բայց ոչ մի տիտղոս չի ունենա այստեղ էր ապրում մինչ հիմա պալատի մեջ այսպես տեսնում եք իրեն անցյալում նաև հագուստներով տեսնում եք սա Էփստինն է եւ իր ընկերուհին, որ հիմա բանդում է։ Սա այն աղջիկն է, որ 16-7 տարեկանում այդ թագաժառանգի հետ հարաբերություն էր, բայց տեսնում եք 16-17 տարեկան է ծախում Andrew-ին տեսնում եք, երիտասարդ է 25 տարվա առաջվա նկար է մոտավորապես այսպես տեղի ունեցող դեպքերը։ Նաև գիրք էր գրել այս աղջիկը այս մասին, Ջոֆրի տեսնում եք ընտանիքը ասում է որ այս աղջիկը սովորական ընտանիքի աղջիկ է եղել եւ այս Prince-ը կամ այս արքայազն Andrew-ն իրեն մեծ վնաս հասցրեց եւ իրեն մեղադրում են որ կարող է իր այսինքն ինքնասպանության մեջ էլ ազդեցություն ունեցած լինի այս Andrew թագավորի եղբայրը այդպես է հիմա այստեղ տեսնում եք պալատն է ինչ որ ասում է որ թագավորի եղբայրը բոլոր տիտղոսների ինչ անվանումներ ունի սրանից հետո չի լինելու իր անունը որ այդտեղ տեսնում եք միայն այդ անունով է կանչելու իրենք ոչ մի տիտղոս թույլ չեն տալիս որ թագավորի եղբայրը կարողանա օգտվի այս շենքն է ինչ որ պալատին կապող իր բայց երկու դուստրերն եք տեսնում Andrew-ի այսինքն թագավորի եղբոր երկու դուստրերը
նրանց տիտղոսը մնալու է, թեև հայրը կորցնում է ամեն ինչ, բայց այս երկու իրենց պրինսեսները պահելու են այդ անունը պրինսեսներ, տեսնում եք Անդրուի երկու դուստրին եք այստեղ տեսնում։ Ես մի տաթար վրցեմ, երբ վերադառնամ Տաթարից, նախագահ Թրամփը Չինաստանում, այս ներեցեք, Հարավային Կորեայում Չինաստանի նախագահին հանդիպեց, իսկ ծրագիրը հովանավորում է Շահին Թուրն է հովանավորում, Շահին Թուրը ցեզ է առաջարկում ճամփորդություն դեպի Բրազիլիա, Արժենտինա, նոյեմբերի 15-ից մինչև 24 10 օրվա համար է զանգարեք հավելյալ տեղեկությունների համար։ Դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան հովանավորում են ծրագիրը Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում այս ատամնաբուժարանը։ Եթե որևէ հարց ունեք ձեր ատամների հետ, մաքրման հարց կա, ուրիշ նոր ատամաշար պիտի տեղադրեք, ցավեր ունեք, զանգարեք այս հեռախոսի համարին։ Ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է 3 սրահներ ունեն 300, 150 եւ 120 տարողությամբ։ Կարող եք վարձել որևէ խնջույքի համար, հարսանիքի համար, նաեւ եթե հոգի ճաշ պիտի տաք։ Իսկ ամեն օր 5 հոգու կամ 10 հոգու համար ճաշ են առաջարկում, զանգարեք այս հեռախոսի համարին։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Glennox եւ Highland փողոցի հատման կետում է գտնվում։ Եթե տեղերի կարիք ունեք, զանգարեք, հեռախոս շատ հեշտ է, այստեղ տեսնում եք 818 600 777։ Իրենք կբերեն ձեր տանը կհասցնեն կամ դուք գնացեք, կամ եթե տեղատունից վերցնում եք, կողջեք, որևէ ուրիշ տեղատունից տեղ եք վերցնում, կողջեք, զանգարեք այս հեռախոսի համարին կվերադառնա։ Նախագահ Թրամփը վերադարձել է հեռու արևելքից ժողովներ ունեցավ այդ տարածքի նախագահների հետ, նաև ժողով ունեցավ Չինաստանի Շի Ջինփինգի հետ, այստեղ տեսնում եք 2019 թվականից մինչև հիմա հանդիպում տեղի չէր ունեցել Չինաստանի նախագահի հետ, ուրեմն վերջին անգամ այդ ժամանակ էր ինչ որ Թրամփը հանդիպել է Շի Ջինփինգին։ Հարաբերությունը խիստ խզված է, որովհետև նախագահ Թրամփը թերիվ հարկ էր պահանջում, ինչ որ Չինաստանից, գիտեք, բոլոր երկրներից հարկ է պահանջում, որ ինչ որ ուրիշ երկրից գալիս է, այստեղ հարկ վերցնեն։ Չինաստանի համար նախասերներ 15, 20, հետո 50, հետո 100, ահա այսպես էր։ Վերջին ժամանակ մեծամասնություն ինչ որ Չինաստանից գալիս էր, ասել էր 57% հարկ պիտի վճարեն, ինչ որ Չինաստանից մտնում է այս երկիր։ Հիմա բանակցությունից հետո ասում են, որ համաձայնվեցին, որ 47%-ով հարկ վճարեն։ Չինաստանը ունի յուրահատուկ քարեր, միներալներ, որտեղ մեքենաների համար շատ հարկավոր է, ոչ մի երկիր Չինաստանից են վերցնում մեքենաներ պատրաստելու համար հարկավոր է, այս ձեռքի հեռախոսների համար օգտագործում են, Ամերիկան այնտեղից է գնում։ Շի Ջինփինգ ասել էր, որ Ամերիկային մենք չենք հանձնելու, ուրեմն խիստ դժվարություններ լինելու Ամերիկայի համար։ Դրա համար նախագահ Թրամփը շատ ցանկություն ուներ անպայման հանդիպի եւ massամբ մեղմանա այս հարցը։ Երևի սկզբի չէին մտածել այս մասին, որ նրանք նաեւ Չինաստանի մայն 50 տարի առաջվա Չինաստանը չի կարող է massամբ տոկալ եւ դժվարություն ստեղծի երկրորդ մեծ տնտեսությունն է Չինաստանը։ Ամերիկան առաջին խոշորն է, երկրորդ տնտեսությունը Չինաստանը։ Ամերիկան 30 trillion ընդհանուր gross domestic product ունի, նրանք մոտարապես 19.5 trillion gross domestic product ունի Չինաստանը։ Երրորդ երկիր իհարկե Ճապոնիան է, ամենայն դեպս այսպես տեսնում եք հանդիպեցին։ Հիմա մի հետաքրքիր բան, որ միշտ Թրամփը խոսում էր, որ Բայդենը ծերացել է, չի կարողանում իր ուղղությունը գտնի, այստեղ հետաքրքիր դեպք պատահեց, որ երբ այս ծրնվելուց հետո ինքը գալիս էր, որ աստիճանը գտնի, չէր կարողանում աստիճանը գտնել, եւ դրա վրա մեծ բոլորը քննադատեցին, որ
ինքը նաև 79 տարեկան է, ինքը նաև իրեն չի կարողանում տնօրինել, ասացին տարբեր լրատվական միջոցներ քննադատեցին Թրամփին, երբ ծաղրում էր Բայդենին։ Ամենայն դեպս ես այստեղ ուզում եմ ցույց տալ այս հանդիպումը շատ կարևոր էր մեղմացնելու հարաբերությունը Չինաստանի հետ, որտեղ գիտեք ամեն ինչ հիմա Չինաստանից է գալիս, երկրորդ առաջին մեծ բիզնես ունի Ամերիկան Եվրամիության այդ 32 երկրների հետ։ Երկրորդ մեծ բիզնեսը միայնակ Չինաստանի հետ է։ Երբ որ միայնակ նայում ենք, տեսնում ենք Չինաստանը ամենակարևոր երկրներից է, որ բիզնես է կատարում Ամերիկայի հետ։ Հիմա Թրամփը նախքան հանդիպել ասաց, որ ես ուզում եմ, որ հիմա գիտեք պաշտպանության նախարարը Թրամփը հիմա անուն փոխել է դրել պատերազմի նախարարություն, որ Ամերիկայի միջուկային ատոմական ռումբերը թեստ անեն, քննության ենթարկեն equal basis։ Հիմա ուրիշ երկրներ ոչ մեկը, երբ որ նախագահ Բուշ հայրի ժամանակ համաձայնագիր էր ստորագրված Ամերիկա, Ռուսաստան, որ ատոմական ռումբերի փորձեր չկատարեն։ Եթե Ամերիկան պիտի կատարի այդ, պետք է Նևադայում տեղի ունենա այդ լուրջ ատոմական ռումբը փորձելու համար, այսպես է։ Հիմա հայտնի չի նախագահ այդ ասելով, որտեղ ուրիշ երկրներ հրթիռներն են, որ անընդհատ, որ ատոմական ռումբ պետք է տեղափոխեն, փորձեր են կատարում, ոչ թե ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը ատոմական ռումբի պայթեցնելու փորձ չի կատարել երկար տարիներ, ասացի 30 տարուց ավել է, որ նման փորձ չի կատարել։ Հիմա նախագահը չի ստակացրել ինչը հրթիռը պիտի փորձեր կատարեն, թե ինքը ատոմական ռումբը փորձեն եւ հզորացնեն ավել հզոր ատոմական ռումբ ունենալու համար, այսպես տեսնում եք այնտեղ օդանավի մեջ ասել էր նախագահը Սա նախքան Չինաստանի ղեկավարին հանդիպել էր, այսպես տեսնում եք, այդ բերումով Ռուսաստան ասաց, եթե ատոմական ռումբը պիտի փորձ կատարեն եւ ոչ թե հրթիռը, մենք նույնն ենք անելու։ Ռուսաստանի այդ հրթիռի փորձն էր, որ ինչ որ կատարեն էին, իրեն փոխնախագահային հարցնում են այստեղ, որ երբ որ նախագահը ասել է այդ փորձը կատարելու են հրթիռն է նոր փորձեր կատարելու, որ պետք է ատոմական ռումբ տեղափոխի, թե ինչ է նպատակը, հստակ չի ասել փոխնախագահը ինչի մասին էր խոսքը։ Չինաստանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ եք տեսնում եւ նախագահն է, որ իր գոհունակությունն է հայտնում այս հանդիպումից, որ այստեղ տեսնում եք US-China deal Soybean-ը մեծ բիլիոնավոր դոլար Չինաստանը soybean կամ սոյա է առնում Ամերիկայից, Չինաստանը սկսեց չգնել այդ եւ մեծ վնաս։ Soybean-ը այստեղ մեծ տնտեսություն է, մեծ բիզնեսներ են։ Այդ բիզնեսները օգնել էին, որ Թրամփի ընտրության ժամանակ իրեն օգնել էին։ Հիմա այդ մարդիկ ասացին մենք Չինաստանը մեզանից չի գնում, մենք սնանկանալու ենք, սրանք մեծ տնտեսություններ է, այսինքն մի հոգի չի, մի փոքր տարածք է, սոյա է այնտեղ ցանում կամ արտադրում, այսպես տեսնում եք։ Թրամփը հիմա ասացի թերիֆ իջեցնելու է 57-ից 47, տեսնում եք, եւ այսպես Չինաստանը այդ սահմանափակումներ ինչ որ արել էր, որ այդ քարերը, որ մեքենայի մեջ, հեռախոսի մեջ պիտի օգտվեն, թույլ կտա, որ նորից կարողանան գնեն այս մեքենայի ընկերությունները, հեռախոսի ընկերությունները, իրեն հարցնում են Թրամփին, քո կարծիքով 0-ից 10 այս բանակցությունը ինչպես կգնահատես, ասում է Եթե 10-ը ամենալավն է, ես կասեմ 12, այդքան լավ հաջող հանդիպում եմ ունեցել Չինաստանի ղեկավարի հետ
բացատրում է Թրամփի իհարկե եւ ինչ որ ասացի ուրեմն հարկերը պակսեցնול է 10%-ով տեսնում եք այդտեղ Թրամփի այս հայտարարությունն է որ ինչ որ ցես ասացի nuclear weapons ասում է որ nuclear weapons ինքը ասել է ասացի դեռ հստակ չի ինքը այդ ռումբերն է խոսում որ փորձը կատարեն դա հրթիռը ինչ որ պետք է տանի այս եթե պատերազմ տեղի ունենա պիտի հստակացնի ինչ որ նաև ասացի քիչ առաջ որ Ռուսաստանը ձեր եթե նպատակը ատոմական ռումբն է որ իրենք պիտի փորձը կատարեն իրենք էլ 30 քանի տարի չեն կատարել իրենք էլ կսկսեն ատոմական ռումբի փորձերը կատարել Սայբիրիայում իհարկե ես ուզում եմ հիմա շարունակել մեկ կնոջ մասին խոսել որ ասենեի 6 տարեկան մի երեխա Վիրջինիայում ատրճանակը տանում է դպրոց ու ատրճանակը անում է կրակելու ուշչուհին վիրավորվում է եւ իրեն իհարկե կարծում եմ պետք է պիտի մանա այս կինը դեռ փամփուշտ ինչ որ կրակեն է աշակե 6 տարեկանը իր սրտին մոտ է վիրատող բժիշկները այդ surgeon-ները չեն կարողանում անգամ անեն ասում են եթե ցերկ տանք այդ փամփուշտին սրտին վնաս հասնելու ինքը մահանալու ուրեմն թողեն են ասում են չի շարժվում թողնենք մնա ավելապահով է հիմա լավացել է դատ է բացարել դպրոցի համակարգի դեմ 43 միլիոն դոլար այդ civil lawsuit է սա դատը բաց են արել այս կինը բաց է արել եւ այդ դատավարությունը շարունակում է 3 տես ցույց տվի հիմա ուզում եմ մի մասը այսօրվա ցույց տալ որ իրեն այդտեղ դատարանում հարցում են արդյոք դու երեխայի դուք իմանում էիք ատրճանակ է վերել որովհետեւ տեսուչի օգնականին լուր են տալիս որ ատրճանակ ունի ասում բայց դու ինքդ պայուսակը նայիր ինքը ասում է ոչ ես պայուսակը չնայեցի ուրեմն պաշտպան փաստաբանն է ասում դպրոցի այստեղ տեսնում եք սա տեսուչի օգնականն էր որ իրեն փոխտեսուչն է տեսուին է որ իրեն ուշչույները ասում են որ այս տղան ատրճանակ է բերել ինքը բայց այդպես շատ ուշադրություն չի դարձնում ասում է երեխա է երևի չի պատկերացնում որ ատրճանակը փամփուշտ դրած կկրակի այսպես եւ կվնասի այս երիտասարդ ուշչուհուն ինչ որ տեսնում եք դատավարությունը դեռ շարունակվում է բարեբախտաբար ինքը կարողանում է վերականգնել իր առողջությունը այս փաստաբանն է որ իրեն հարցնում է այդպես որ ատրճանակն եք տեսնում ինչ որ օգտագործել է կրակերներ այս ուշչուհուն եւ վիրավորերներ իրեն սա 2023 թվին էր տեղի ունեցել եւ մի քանի ամիս է որ իր առողջությունը կարողացել են վերականգնել այսպես տեսնում եք դատավարությունը շարունակվում է երևի դեռ քանի օրեր պիտի շարունակվի այսպես երբ ասում են ատրճանակը օգտվելն է տեսնում եք ոստիկանությունը գալիս է ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից փոլիսը խոտերի մեջ հետևում է մի ոճրագործի դա ցուցադրեմ ձեզ եւ հետո մեկ երիտասարդ աղջիկ որ շատ ճիշտ մտածում է իսկ ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը Չոփորյանները 3-ն էլ փաստաբաններ են ձեզ են առաջարկում եթե ավտովթար ունենաք, accident ունենաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով պաստառի վրա երևացող հեռախոսահամարի։ Դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում, եթե ալերգի եւ ասմա տառապում եք այդպես, մասնագետն է 30 տարից ավել փորձառություն ունի, սա հեռախոսահամարն է ձեզ մոտ նշանակեք։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ է առաջարկում ծանրոց խրգել Հայաստան օթանավով։ Մի փանդ է $2.99 մի քանի օր հետո ձեր ազգական բարեկամը ում որ պիտի ղրկեք ծանրոցը կստանա Հայաստանում ծովի միջոցով նաև կարելի ուղարկել բայց ամիսներ կտևի իսկ եթե դուք գումար փոխանցեք Հայաստան $100 Երևան փոխանցեք մի
տոկոս եք վճարում, $1 եք վճարում, $500 գրեք, $5։ Երկու կենտրոն ունի Երևան Shipping, Lancashire փողոց, North Hollywood, Glendale-ում, East Palmer եւ Adams փողոցի հատման կետում կվերադառնա։ Բալթիմորում պոլիսը հետևում է մեկ ոչրագործի, գնում է խոտերի մեջ, парքի խոտերի մեջ, տեսնում եք մեքենայով հետևում է, ամենայն դեպս չի իջնում, սովորաբար իջնում են իրենք վազում են, պոլիսները երիտասարդ են, կարողանում են ձերբակալել եւ այլն, այս պոլիսին աշխատանքը suspend, ուրեմն իրեն աշխատանքից հանում են մինչև ուսումնասիրեն, տեսնեն ինչպես պիտի վերաբերվեն այս տարօրինակ հարցին, որտեղ парքում կարող է երեխաներ լինեն, չափածներ լինեն, վնասվածքներ։ Ես ուզում եմ խոսել Հյուսիսային Կալիֆոռնիայում մեկ աղջիկ տնից դուրս է գալիս, որ գնա, տեսնում եք այստեղ, հանկարծ տեսնում եք 4 հոգի մեքենայից դիմացը իջնում են, այն բարձրունքում տեսնում եք եւ գալիս են, որ իրենք գողանալու համար, գալիս են դեպի բնակարանը, կանչում է մայրիկին, տելեֆոն են անում police department եւ այս գողերը թողնում բարեբախտաբար փախչում են առանց երեխային կարողանալ գողանալու։ Ես ուզում եմ խոսել cash transaction-ի մասին, penny չի լինելու, սրանից հետո penny-ն, որ նախագահ Թրամփի ժամանակ penny-ն չեն տպելու, ել չեն նոր penny չի լինելու։ Ամեն ինչը եթե բիզնեսները 5 սենտի են վերածելու, եթե 2.5 penny-ից ավել է կլինի 5 սենտ, եթե պակաս է կլինի 0, այդպես է լինելու, penny-ի արժիվներ չի լինելու, սրանից հետո շարունակենք, ուրեմն բիզնեսները, խանութները, եթե գնում եք, McDonald's-ը, ուրիշները, ամեն ինչը կամ մի քիչ ավել թանկ է լինելու, կամ մի քիչ էժան է լինելու, երբ որ այդպես դուք cash-ը պիտի տաք, եթե credit card-ը եւ այլն մնում է ինչպես որ միջև հիմա գոյություն ունի։ Ես ուզում եմ խոսել հիմա SNAP կամ food stamp-ի մասին խոսել։ Food stamp-ը, գիտեք, ամեն ինչը կանգնել է, աշխատանք կանգնել է հաջորդ ամիս, նրանք որ food stamp կամ SNAP ստանում են, սրանից հետո եթե որովհետև կառավարությունը բաջետ չունի, ուրեմն տեղի չի ունենալու, չի պատահելու, մինչև որ դեմոկրատներ, ռեփաբլիկաններ ինչ որ ծրագրի սկզբում ասացի համաձայնության կան։ Ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել ուրիշ non-profit organization, ոչ հատիտական ընկերություններ աշխատում են մարդկանց օգտակար լինեն, բայց նրանք էլ գումար են հավաքում, իրենց գումարները սահմանափակ է։ Նրանք որ այստեղ Նյու Յորքի նահանգապետն է, որ ասում են մենք հենվելու ենք այսպես National Guard-ը, տեսնում եք այստեղ այդ նահանգի կանչել է եւ Federal Food Assistant մոտավորապես բոլոր նահանգներում, բացի Վիրջինիա, այնտեղ տեսնում եք չեն ստանալու հաջորդ ամիս իհարկե, միթե ոչ հատական ընկերությունները իրենց մասնակցությունը ինչպես այստեղ բերեն են օգտակար լինելու։ Affordable Care Act 22 միլիոն, տեսնում եք 20 միլիոնից ավել ասում եք 22 միլիոն մարդ օգնում են իրենց Affordable Care Act, որ առողջապահական ապահովագրություն նաև ունենան, որ իրենք տարեկան կապված քանի հոգի են 2700-3000 տալիս են ընտանիքի առողջապահական ապահովագրության համար, եթե այդպես որ ռեփաբլիկաններն են հիմա ուզում, լինելու է մոտավորապես $28,000, $2000 ամեն ընտանիք պիտի վճարի, այդ Obama Care-ը ուզում են մասամբ վերացնեն, հիմա տեսնենք ինչպես կձևավորվի։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, եթե դաշնամուր պիտի գնեք կամ վարձեք, այցելեք Hollywood Piano Pasadena-ում է գտնվում 1928 թվականից 97 տարի աշխատում է, որևէ տեսակ դաշնամուր կարող եք պատկերացնեք, փոքր մեծ, էժան, շատ թանկ այնտեղ կգտնեք։
Court Furniture-ով անավորում է ծրագիրը։ Court Furniture-ը սա էլ շատ հին ընկերություն է, 50 տարուց ավել աշխատում է, 100-ից ավել խանութներ ունի Court Furniture-ը, Glendale-ում 330 նոր ցենտրալի մրցելի հատման կետում, Orange County-ում Euclid եւ 405 Freeway։ Ամենայն դեպս ամենտեղ խանութներն են, նոր mattress եթե պիտի գնեք, այստեղ այցելեք։ Նոր mattress գնելիս Court Furniture այցելեք։ Hugo ընկերությունն է ով անավորում ծրագիրը, եթե մի ծանրոց իրենց հանձնեք, երկրորդ ծանրոցը անվճար կտանեն, գտնվում են Լոս Անջելես, այսինքն Հոլիվուդը, հայկական Հոլիվուդում, Sunset փողոցի վրա։ Իսկ գումար եթե պիտի փոխանցեք, կամ ծանրոց պիտի փոխանցեք օթանավով ուզում եք փոխանցեք Հայաստան, օթանավով ծանրոց պիտի փոխանցեք Հայաստան, մի փանդը $2.99 է առաջարկում։ Նաև 2%, եթե Երևան գումար եք փոխանցում, տանեն տանը հասցնեն ընդամենը 2% է։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը, եթե ավտովթար ունեք, եթե հրդեհ տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսում եւ bankruptcy պիտի ֆայլանեք, այստեղ զանգարեք։ Դոկտոր Իբրահիմի ովանավորում է ծրագիրը, թաթի վրա, թաթի տակ, եթե վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, այս հեռախոս համարին զանգեք։ Սոնաֆետ արիստների կենտրոնն է ովանավորում, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադառնեն։ Jackpot ովանավորում է ծրագիրը, Jackpot գտնվում է Pacific փողոցի վրա, իրենց խանութը թանգարան փակեն են, ամեն ինչը իջեցրել են այս խանութում $1 է, որը մեկը ընտրեք $1 է ընդամենը եւ հագուստներ, կոշիկներ, բոլորը զեղչված գինով կգտնեք։ Անաշի գիֆտն է ովանավորում ծրագիրը սուրճի համանը էլեկտրական ընդամենը $9.99 է, Անաշի գիֆտ գտնում է Գլենոքս փողոցի վրա կվերադառնա։ Կալիֆոռնիայում ընտրություն է տեղի ունենալու առաջարկություն 50 եւ անցնենք առաջ տեսնում եք մեծ թվով դեմոկրատները դուրս են եկել իշա առաջարկություն 50-ի այստեղ տեսնում եք Տեքսասը իրենց ընտրատարածքները փոխեցին ուրեմն այսպես որպեսզի ավելի շատ ներկայացուցիչներ ունենան ռիփաբլիկանները Միացյալ Նահանգների ներկայացուցիչի տան մեջ Կալիֆոռնիան ցախում տեսնում եք այնինչ որ այսօր է 43 այդտեղ դեմոկրատ ընտրվեց, անցյալ ընտրությանը 9 ռիփաբլիքան է, որովհետև Տեքսասը ռիփաբլիկանները փոխեցին այնտեղի ընտրության ձևը, Կալիֆոռնիա նահանգապետ Նյուսոմը փոխել է, աչում տեսնում եք տարածքները այնպես են գծագրել, որ 5 առավել դեմոկրատ ընտրվի, որ համապատասխան լինի Տեքսասի ընտրատարածքի փոփոխության իման վրա Աչում տեսնում եք լրիվ գծագրված է այնպես, որ ավելի շատ դեմոկրատ ընտրվի 52 անձ պետք է ընտրվի Կալիֆոռնիայում, եթե այդպես լինի, եթե մարդիկ քվեարկեն 50-ին այո ասեն, կլինի 48 դեմոկրատ, 4 ռիփաբլիկան։ Եթե ոչ ասեն, ուրեմն կմնա նույնը, ինչ որ 43 դեմոկրատներ են եւ 9 ռիփաբլիկաններ։ Այստեղ տեսնում եք դա կարևոր է ներկայացնի տան մեջ ինչպես ձևավորվի դեմոկրատ շատ լինի կամ ռիփաբլիկան լինի, տեսնում եք սա ռիփաբլիկաններն են, Կալիֆոռնիայում ասում են ոչ ասեք 50-ին, դեմոկրատները ասում են այո ասեք դեմոկ։ Հիմա այստեղ տեսնում եք ուրեմն այդ ընտրության նյութն է գալիք նոյեմբերի համար եւ դուք եթե չեք ստացել բալետը ուրեմն դուք գրանցված չեք եթե օգնության կարիք ունեք կարող եք գալ մեր ստուդիոն մենք ձեզ կգրանցենք որ հաջորդ ընտրությունների կոնե կարողանաք մասնակցել իսկ ծրարը եթե ստացել եք ուրեմն գրանցված եք ամեն ինչ նորմալ է եթե չեք ստացել եկեք այստեղ 11:10 սոնորա կեսօրին 12-ից մինչև կեսօրից հետո ժամը 4-ը 12-ից միայն մինչև 4-ը կարող եք գաք այստեղ մենք տեսնենք ինչու դուք չեք ստացել կարող է գրանցված եք բալետը չի եկել որպեսզի ձեզ օգնենք ամենայն դեպս բալետի այս տեսնում եք մեջը տեղադրված է մեկ ուրիշ ծրար որ վերադարձ ծրարն է
Ստամփը արդեն տրված է, դուք ոչինչ չպիտի անեք, բայց շատ կարևոր է, որ մյուս կողմը դուք ստորագրեք։ Թվական ունի, եթե ուզում եք դրեք չտնեք, կարևոր չի, բայց առանց ստորագրություն ձեր քվեն նկատի չի առնվի։ Իսկ ինչ է բալետը, տեսնում եք այո եւ ոչ։ Եթե դուք ցանկություն ունեք ավել շատ Կալիֆոռնիան դեմոկրատները ներկայացնեն, պետք է այո ասեք։ Եթե ցանկություն ունեք դեմոկրատները ավել թիվը չշատանա, պետք է ոչ ասեք, որը ձեր ցանկությունն է, այդպես քվեարկեք, ամենայն դեպս բալետը տեղադրեք ծրարի մեջ ու փոստին անձնեք։ Ես հիմա ուզում եմ խոսել այն Հալովինի մասին։ Հալովինը վաղը Հալովինը այսօր հինգշաբթի գիշերը։ Վաղը ուրբաթ է Հալովինը։ Այս ծրագիրը կրկնվելու է կեսօրին ժամը 2-ին, ուրեմն նկատի ունեցեք դա։ Իսկ մի մարդ մի տարօրինակ բան արեք, եթե ամեն Հալովինին գնում են երեխաները այդ treat եւ trick են առաջարկում, այսպես տեսնում եք, հագուստներ են ակնում, ես հույս ունեմ դուք հագուստներ ոչ սատանայի ակում։ Հիմա մի օքի այդտեղ ինչպես Հայաստանում ասում են կարտոֆիլ, potatoes կամ փաթաթես են ասում արևմտահայերը, գետնախնձոր են ասում պարսկա հայերը, ահա մեկը այդ կարտոֆիլն է դնում այդ տոպրակի մեջ եւ առաջարկում է երեխաներին մեծամասնությունը դա են ընտրում, չգիտես ինչպես է, տեսնում ես ոմանք 2 հատ են վերցրել, այս միցև սովորույթ է դարձել այս տարվա համար, այսպես տեսնում եք, մեծամասնություն երեխաները դա վերցնում են, ամենայն դեպս այս պարոնն է ինչ-որ սկսել է ու մեծ հետաքրքրություն է ստեղծել բոլորի համար, եթե հանկարծ տեսնեք, որ կարտոֆիլը տեսնեք մեջը, մի զարմացեք, նոր մոդա է դարձել այս։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։